Այստեղ նստած զգացի, որ պետք է խոսամ դրամի մասին։ Ու Փիլիպպեցիների թղթի 4-րդ գլուխ 17 խոսքի մեջ Պողոս առաքյալը ասում է. «Իբր ոչ թե տուրք եմ ուզում, այլ պտուղ եմ ուզում, որ ավելանա ձեզ համար»։ Իհարկե եկեղեցու մեջ խոսացվում էր դրամի մասին եւ Պողոս առաքյալը շատ կարևոր բան ասում։ Իհարկե Պողոս առաքյալի շուրթերով կամ ձեռքով Աստված է խոսացել, ոնց որ Աստված այս խոսքի միջոցով ասի, ես ուզում եմ, որ դու օրհնված եղնես։ Ու գիտեք, սենց ասեմ, շատ կներեք, ով ֆինանսական դժվարություն ունի, խնդրում եմ, պրոստը, ասենք ոչ թե, ասենք հնեց խնդիր կա, խնդրում եմ, սաղել ունեն, լավ, ով ֆինանսական դժվարություն չունի, սենց ասեմ։ Ու գիտեք, ցավոք սրտի, ասենք ես եկեղեցու հովիվ եմ, եւ շատ եկեղեցիներում լինում եմ, եւ եկեղեցիներում իհարկե մենք խոսում ենք զոհաբերության ընծայի 10-րդի մասին, եւ իհարկե Աստված այս խոսքերի միջով հաստատ ասել է, որ դու երբ որ հավատարիմ ես դրա մեջ, ես քեզ կօրհնեմ, բայց ցավոք սրտի Աստծո ժողովրդի մեջ մարդիկ կան, որ ֆինանսական դժվարություններ ունեն։ Ասենք մարդ կա կարող է հավատարիմ 10-րդ բերում, զոհաբերություն ատալ եւ այլն, բայց խնդիրներ կան ֆինանսական։ Կարելի է այսօր այդ մասին խոսամ։ Ինչի համար, ինչից է, որ մենք խնդիրներ ունենք, հա? Թույլ կտակ ասեմ, սա ես նույնիսկ ասեմ, որ իհարկե վերցել եմ ամենը Աստվածաշնչից եւ իհարկե այն որ ասում են գլուխս եկել է։ Հիմա ուզում եմ որոշ բաներ ձեզ տամ։ Հետաքրքիր թեմա է, հա? Всё։ Хорошо, ուրեմն ասեմ, առաջի տեղը, որ ուզում եմ կարդանք, ինչի համար մարդու կյանքի մեջ լինում են ֆինանսական դժվարություններ։ Համար առաջի տեղը, որ ուզում եմ կարդամ, դա Առակաց գրքից, Առակաց գիրք 10-րդ գլուխ, Առակաց գիրք 10-րդ գլուխ առաջի համար։ Ասեմ, որ այստեղ այսօր Առակաց գրքից շատ եմ կարդալու եւ մի հատ հովիվ հիշում եմ քարոզիչ ասավ, եթե ուզում ես իմաստուն եղնես, շատ կարդա Առակաց գիրքը, որովհետեւ Առակաց գիրքը գրել է իմաստուն Սողոմոնը։ Եվ մի ուրիշ քարոզիչ սա այն բառերը չեն, ես չեմ կարող վերագրեմ ինձ, բայց շատ լավ բաներ են ասել, ուզում եմ ձեզ հետ կիսում եմ։ Մի հոգի ասավ, ընկերություն մի անի հիմարների հետ, որ իրանց շողքի վրա իմաստուն երևաց։ Այլ ընկերություն արա իմաստունների հետ, որ իրանցից ինչ-որ բան սովորես։ Հիմա այսօր մենք սովորենք Աստվածաշնչից իհարկե 10-րդ գլուխ առաջի խոսք 4-րդ խոսք ներողություն 10-րդ գլուխ 4-րդ խոսք գրված է ծույլ ձեռքով բանողը աղքատ է լինում իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է համար առաջի ինչի կա մարդու կյանքի մեջ դրամի խնդիր մարդը ծույլ է ծույլության պատճառով ծույլ ձեռով բանողը աղքատ է լինում ասենք կա մարդ կարող աշխատում էլ է օրինակ իմ մոտ մեկը աշխատում էր ես ինքս արհեստավոր եմ շատ հաճախ աշխատում եմ մինչև այսօր եմ աշխատում հա ժամանակ առ ժամանակ ու հիշում եմ որ մի հոգի մոտս աշխատում էր ժողովուրդ տղամարդիկ ով կարա պատկերացնի որ մեկը 3 ժամ շպախլի մաքրի Շպախլին գիտեք ինչա որ պատերը սա ուղղակի նա 3 ժամ է շպախլին մաքրում էր ասեմ ինչ ես մաքրում է 3 ժամ է կմաշ կհատնի այդ շպախլին չէ ու ասենք հարցը նա չի որ մարդը ինչ որտեղ աշխատում է բայց կա ծույլ աշխատող եւ կա իհարկե ծույլ որ հիշում եմ մեկը ասենց անեկդոտ են պատմում ասում է երկու հատ ծույլ մի հատ տան մեջ ապրելուս են եղնում մեկի տունը պաժարանգնում այն մեկը տեսնում են որ վարվում է չեն կարող փախչեն այն մեկը գոռում է օգնեցեք այն կողքին ասում ախպեր իմ տեղն էլ գոռա էլի առաջին խնդիրը որ եղնում է մարդու կյանքի մեջ դա ծուլությունն է
Առակաց 6-րդ գլուխ 9-րդ համար գրված այսպես. Մինչև երբ ես պարկելու ով ծույլ, երբ ես զարթնելու քնիցդ։ Եղելա մեկի զանգ ես ասես, ինչ կա, ասма դիվան եմ քշում։ Ծանոթ բան եմ ասում։ Ինչ կա, դիվան եմ քշում։ Ու սենց գիտեք ինչ չան, ոչ թե սենց հոգնած, սենց պարկած են, ու սենց պարկած են, երազում են, սենց բաներ են պատկերացնում, հա, ասենք, չամադանով փող են գտնում, ասենք, սենց, ինչ որտեղից։ Ասում մինչև երբ ես պարկելու ով ծույլ, երբ ես զարթնելու քնիցդ, տեսեք, կարևոր խոսք ասում, մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռքի դնած պարկել, մի քիչ քնես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռի վրա սենց պարկես, ասում այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա եւ քո կարոտությունը սպառազինյալ մարդի պես։ Լսեք, մարդը ինքը չի աղքատանում։ Ասում քասի բացա, գործերս վատա, ես իմի, չէ, դրանից չի։ Ասում ով ծույլ, մի քիչ քնես, մի քիչ ննջես, աղքատությունը իր ոտով գրված է աղքատությունը իր ոտով կգա։ Դուրը թխկասնի կասի բալուս աղբերեք են։ Աղքատությունն է գալիս մարդուտուն։ Ոչ թե մարդն է գնում աղքատանալու։ Աղքատությունը գալիս է, գիտես խի, այնտեղ պարապ-սարապ մարդ կա նստած։ Դիվանակշը։ Ուրիշ օրինակ բերեմ, ասենք մարդ կա սեզոնային աշխատում են, օրինակ ասֆալտանողները ամառը ասֆալտ են անում, չէ՞։ Մենք էլ ասֆալտանողներ ունենք, Տերը օրհնի, բոլոր աշխատող, այսօր ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկին, եթե ինչ-որ մեկի համար օրհնություն կլինի, այս խոսքը Տերը օրհնի, եթե ինչ-որ մեկը բառ կվերցնի, ասենք մարդը մի սեզոն ասֆալտ անում, մեկ էլ ասենք ձմեռը զանգում ես, ինչ կա, ասում դե սեզոնը բրծել է, գործ չկա, հալավ մենակ ասֆալտ ես անում, ու ասենք եթե 6 ամիս, 7 ամիս գիշեր ցերեկ աշխատել են, լավ էլ փող են աշխատել, այն 5 ամսը կոկը կտրում են։ Ու ինչ որ սեզոնի առաջ 0 ունեցել են, մյուս սեզոնին էլի 0-ից սկսում են։ Ու ստացվում է որ սաղ կյանք աշխատում են, ու ոչ իվան չունեն։ Տենց է թե չէ։ Ասենք կատոք չես կարում քշես, տաքսի քշի։ Ինձ մի հատ շատ աղքատ տղա, շատ աղքատ, իրոք աղքատ։ Բայց այնքան խելացի բան ասավ Սարո աղբեր։ Ասավ նու տարիներ առաջ, բայց ես սովորում եմ նույնիսկ այդ ձևի սիտուացիա։ Ասավ պաստոր Վարդան, ես հաշվել եմ, որ եթե ես օրական գոնե 200 ռուբլի աշխատեմ, ես պլյուսում եմ։ Այսինքն եթե մենք օրական ինչ-որ բան չբերեցինք տուն, ինչ եղնեմ, տանից գնում եմ։ Եթե ինչ-որ բան չավելացավ քո ստացվածքին, ինչ եղնեմ, պակասում է։ Ու այդ աղքատ տղան ինձ ասավ, օրական 200 ռուբլի աշխատեմ, պլյուսի մեջ եմ։ Այսինքն 180-ը ծախսեմ իմ հացի համար 20 ռուբլի պիրոդ եմ։ Իսկ որ չաշխատեմ 200 ռուբլի մինուս գնացի, մինիմում։ Ինչ-որ մեկի համար կարոզում եմ, հա, ինչ լավ է, քարտի դոչ, ուրեմն շարունակեմ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիները 3-րդ գլուխ 10-րդ խոսք գրված է Պողոս առաքյալն ագեր ով չաշխատի թող չուտի ով չի աշխատում նա չուտի տենց է գրված 26-րդ գլխի մեջ այնքան 26-րդ գլուխ առակած 26 որպեսզի շատ ծույլության մասին չխոսամ որովհետև ուրիշ բաներ ունեմ խոսալու ուրեմն 13 համար 26-13 գրված է ծույլը ասում է ճանապարհին առյուծ կա հրապարակների մեջ առյուծ համար առաջի ծույլ մարդը սաղ պրոբլեմա ծույլ մարդի համար ասպես ինչ գործ չկա աղբեր փող չեն տալիս գրանցում չկա ոչ իման չկա Եթե մեկին ասես, ինչի՞ չես աշխատում, ինչի՞ չես ինչ-որ բան անում, ու ասում, «Օ, գիտես ինչքան պրոբլեմ կա, գիտես ինչքան», այդ մարդը ծույլ է։ Այն սովետի ժամանակ ասում էին, եթե ինչ-որ մարդ ուզում է մի բան անի, ինքը հնարավորություն է փնտրում։ Իսկ եթե մեկը չի ուզում բան անի, ինքը 100 հատ պատճառ է գտնում։
Հիմա ծույլը ասում է, ճանապարհին առյուծ կա, հրապարակների մեջ առյուծ կա, 14 խոսք այնքան լավն է, ասում է, դուրը շուռ է տալիս իր ծխնի վրա, ծույլներ իրան կողնի վրա։ Այս գիտեք ինչի մասին է։ Դուրը որ պետլիների ծխնին պետ լինա։ Դուրը ոնց ասես, հենց դուրը բացեցին փագինս է։ Դուրը ոնց ասեն, գնեմ գալես, գնեմ ծույլներ այս կողքից այն կողքը։ Ձախ կողքը ցավեց աչինա պարկը, աչը ցավեց մեջքինա պարկը, մեջը փարկեց փորինա։ Ու սենս ֆռմա։ Ծույլ մարդն էլ իր տեղաշորի մեջ պտտվում է։ Դա ծույլության նշան է։ 15 խոսք ասմացույլը իր ձեռքը կողում է ամանի մեջ եւ նրա համար դժվար է նրան ետ տանել իր բերանը 16 խոսք այս ընդհանրապես բոմբա այս խոսք գիտեք ասма ծույլը իմաստուն է երևում իր աչքին 7 խելոք պատասխան տվողից ավելի Այսինքն ծույլ մարդը, ասենք մարդ կա, որ տենում ես գործերը լավ չի, ասում ես, աղբեր ջան, արի մի հատ խորհուրդ տամ, որ գործերը լավը լի կամ ինչ-որ կարող է գիտես ու սենց ինքը քեզանի 7 խելացից ինքը ավելի լավն է ծույլ մարդը չի սիրում սովորի որոց ես մի բան ասես եւ այլն նու կարծեմ նու կարող է 2 տարի վերջը կարևոր չի մի քանի տարի առաջ ինձ հրավիրել են բիզնես սեմինարի բիզնեսմենները ինձ զանգեց եկեղեցու հովիվը ասավ հովիվ Վարդան քեզ հրավիրում եմ ու հերու քաղաք էր վերջը ահագին ծախս արեցի ու գնացի ու ինձ որ տեսան ինձ մի հոգի ասավ ինչ ես եկել որ դե ասի բիզնես սեմինար է Ասա որ գալիս են մարդիկ գալիս են իրար հետ գործ կպցնեն այնտեղ մեկին բիզնես վերջը մեկը մեկից մի բան ուզի բան անի հա ասի ես դրա համար չեմ եկել ասա բախես եկել ասի եկել եմ սովորեմ ասեմ լսի եթե մեկը կարում է ինձանից շատ փող աշխատի ես իրանից եթե չսովորեմ ես հիմար մարդ եմ Ավելին ասեմ, եթե մեկը ինձանից խելացի է ծախսում, ավելին ասեմ, մեր խնդիրը դաժե աշխատելու մեջ չի, ծախսելու մեջ է, ժողովուրդ ջան։ Ասեմ, կակ մինիմում այդ մարդուց գոնե ճիշտ ծախսել կսովորեմ։ Եթե մեկը ինձանից հաջողված է, իրանից չսովորելը հպարտություն է, վատթարագույն դեպքում հիմարություն, ժողովուրդ ջան։ Ամեն։ Դա տենց է քաղցրներ ջան Առաջի համար մարդը ինչի է դժվարություն ունենում ֆինանսական ծույլության պատճառով եւ այդ ծույլությունը ոչ թե մենակ քնելու մեջ է հա չսովորելու մեջ է չընդունելու մեջ է հա հավես չունենալու մեջ է բաներ դժվարություն տեսնելու մեջ է հիշում եմ տարիներ առաջ մենք Սամարա քաղաքի առաջի եկեղեցու շենքը ես եմ սարքել Այսինքն մեր եկեղեցին է սարքել, ոչ թե ես մենակ, հա, բայց ես եմ այդ ամեն ինչը որպես հովիվ իհարկե ես եմ այդ ամեն ինչը ու մեր եկեղեցին ասեն որ Սամարա քաղաքի ասենք ֆինանսական ամենա մենք հարուստ եկեղեցի չենք, ժողովուրդ ջան։ Բայց մենք 4 հարգանի եկեղեցի շենք ենք սարքել, Սարվախբերը եղել է մեր, հա Ու մի հատ ռուս հովիվ կարուրիշ քաղաքից ես գիտեի որ իրանք այնքան փող ունեն որ մի քանի հատ կվարտիրային արել որ այդ փողը չկորչի վերջը հողեր ունեն ասի քիչ է եկեղեցի սարքամ 30 հատ պատճառ ասավ Մինչև շենք չունեն Այս մի 20 տարվա բան եմ պատմում Մի 30 հատ պատճառ ասավ գիտես էսա դժվար ասի ինձ մի հատ հնարավորություն տուր ես 10 հատ շենք կշինեմ Հարցը պատճառը չի հարցը հնարավորությունն է Ամեն Համար առաջի, ծույլ, համար 2 Առակաց գիրք, էլի առակաց գիրք, 6-րդ գլուխ, ուրեմն 6-ից 8 համար Գրված է, գնա մրջյունի մոտ, ժողովուրդ, պատկասեք, որ մենք մրջյունից կարանք սովորենք Դաժե մարդուց չէ, մրջյունից Եվ իմաստուն սողովն ասում գնա մրջյունի մոտ, ով ծույլ Նրա ճանապարհները տես և իմաստուն եղիր
որ իշխան, ոստիկան եւ տիրող չունի, բայց իր կերակույրը պատրաստում է ամառը եւ իր ուտելիքը հունձքի ժամանակին է հավաքում։ Եկեք ասենք հավաքում։ Մեր խնդիրներից մյուսը սա է, որ մենք ոչ թե հավաքում ենք, մենք հավաքել չգիտենք, մենք ծախսել գիտենք։ Կարող այն որ մեկին ծանոթ բան ասեմ, մեր հայերեն շատ ներողություն, ես մեր ազգի շատ եմ սիրում։ Ուղղակի ասենք ես շատ ժամանակ տեսնում, ասենք մի հոգի գալիս է, օրինակ, հիմա սենց ասենք հիմիկվա չափերով մեկին ասում է 10 միլիոնից գործ եմ բարեշել, ու ասի 10 միլիոն դե թիվա չէ։ Ու այդ 10 միլիոնանոց գործը լա դեռ չսկսած, արդեն ինքը 1 միլիոնով մարդ հաճարել, որ այդ գործը պետք է անեն։ Հենց ես իմ թափթփուկներ բան որտեղից բռնել է բան այլ, որներ вообще կոպեկով աշխատացնի, իսկ այդ 9 միլիոնն էլ արդեն պարտքով վերակալել ու ծախսել։ Բայց ոչ այդ գործն է վերկալել։ Ոչ այդ գործը գիտի ինչ գործ է, ոչ հաշվել է այդ գործը ինչ, որովհետև այդ գործը 100,000-ի գործ է։ Սենց ասեմ։ Պատկերացնում եք։ Եվ մենք ասում ենք մրջունից սովորի հավաքել։ Ուզեմ քեզ ասեմ։ Ոչ ամեն ժամանակա, որ մեր կյանքի մեջ գործեր է եղնում, դրամ է գալիս, ֆինանս է գալիս, հա? Իսկ մեր ֆինանսը լա չէ կաց, մենք արդեն դրա 3 չափը ծախսում ենք։ Կարող այստեղ էլ մարդ կա, կներեք, սիրում եմ ձեզ, բայց ուզում եմ ասեմ։ Մեր մոտ էլ մարդ կա, ես էլ եմ դրանով անցել, որ գիտեք ինչ, մենք 100,000 աշխատում ենք, բայց 150,000-ի կրիզիտ ունենք։ Ծանոթ բան եմ ասեմ։ Մենք պարտք ենք վերցնում ու գիտես ինչ, չենք մտածում, ոնց ենք տալու, երբ ենք տալու, կամ ասենք պարտքով վերցնում ես, ասում հորս արև կտամ, երբ կտաս, հենց եղավ կտամ, ես գործ ունեմ, գործ պետք է եղնի, բա որ չեղնի։ Մի ամիս հետո կտամ, բա մի ամիս հետո քեզ ինչ կեղնի։ Դու ես սկեք ու չգիտես քո հետ ինչ ա եղնելու, ոնց մի ամիս հետո կտաս։ Առաջ ժամանակ հավաքի։ Մենք ոչ թե մենակ ծախսելու մասին, մեր խնդիրը սա է։ Մենք մենակ սիրում ենք ծախսել, հա? Ուզում քեզ ասեմ, սովորի հավաքել։ Ոչ ամեն ժամանակա գործը լավ է եղնում։ Եթե գործը լավ է եղնում, մի հոգի եկավ ինձ սենց հարավ։ Այս մարդուն այսօր $200 են տվել, ինչ որ մեկի $200 են տվել, եկեք զարմացած եք ասում, այ Վարդան, ես գիտեմ իրանք շատ փողի խնդիր ունեն, ասում այդ տնաշենը գնացել է $200 կալբաս առել։ Ու ասում այդ կորում սաղ, այդ տնա, ոնց կարելի է։ Ծննդոցքի 41-րդ գլխի մեջ այս պատմությունը չկարդամ պատմեմ, որ երբ որ փարավոնը երազա տեսնում է, ասենք մի հատ պարարտ կով, հա, այդ կովը եկավ, հետո 7 տարի հետո եկան բանը, նիհար կովեր, այս չախ կովին կերան, չէ՞, այդ պատմությունը գիտեք թե չէ։ Գիտեք թե կարդամ։ Գիտեք, հա։ Երբ որ փարավոնը այդ երազի իմաստը չի հասկանում, Հովսեփը կարում է երազ բացատրի։ Եվ Հովսեփը գալիս ասում է, լսի, Եգիպտոսում 7 տարի առատ տարի է եղնելու, 7 տարի էլ սով է եղնելու։ Ու այդ առատ տարին որ լինի, այդ բերքը հավաքեք, 1/5 մասը հետ գցեք, կողքի ասա հետ գցի։ Մի կողմ դիր։ Ասում է հետ գցեք, հավաքեք, որովհետև երբ որ սովի տարի գա, դուք այդ ուտելիքը կօգտագործեք։ Ու եթե այդ պատմությունը դուք նայեք, որ Եգիպտոսը այդ ժամանակվա, այդ 7 տարի սովի ժամանակ, ինքը ամենահաջողված երկիրն էր։ Ու ասեմ, որ եգիպտացիք իրանք սովոր էին ռուս ասման նաշիրոկույու նոգու։ Ասենք, լավ ծանոթ բան ասեմ, որ ասում ես, մի շաբաթ որ միշտ չուտեմ, ոնց կեղնի։ Լավ մի քիչ ավելի լավն ասեմ, մի օր որ միշտ չուտենք, ոնց կեղնի, որ ճաշը մսով չեղնի, ոնց կեղնի։ Բա յուղը որ ասեն, չէ, ասենք, Տերը օրհնի թող ամենքի տունը լիքն եղնի։ Եգիպտացիք իրանք լավ են ապրում, ժողովուրդ ջան, բայց իրանք ասեցին 7 տարի այս եղածը որ գալիս է, մի մասը պահենք, որովհետև նեղ օրեր պիտի գան։
Ու այդ նեղ օրերի ժամանակ ամբողջ աշխարհից գալիս էին եգիպտացիներից հաց էին ուզում։ Եվ Եգիպտոսի էկոնոմիկան ես իմ քանի անգամ բարձրացավ։ Ամեն։ Հետաքրքիր է։ Շարունակեմ։ Ուզում ասեմ, ոչ միշտ այգնամ առատորես եներ։ Տերը օրհնի, բոլորիս կյանքում եղել ասենք, հենց փող ենք ստանում, հենց մի քիչ շատ փող այգնամ, մեկ էլ մեր ֆանտազիաները շատանում են, մենք հանկարծ մեր տելևիզորը արդեն փոքր է դառնում, հանկարծ մեր դիվանը, որ 7 տարի դիվանին նստած էինք, արդեն 4 է դառնում, հանկարծ բանը մեր պատիաբոյները բան այգնամ, ասենք, որ անցած տարի են կպցել վաբշետը, հանկարծ մեր շորի գույնի սումկա չունենք։ Ես նոր եմ իմացել, որ կանայք պետք է շորի հետ սումկա, նույն գույնի սումկա եղնի, նույն գույնի կոշիկ եղնի, ասենք, սա ու հանկարծ ասենք մեր ֆանտազիաները շատանում են, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի թող եղնի, բայց ու սրա հետ մի բան էլ ասեմ, սիրելի կանայք, այս կանանց սիրած բանն ասում է, կնգամի ձեռը պետք է գող եղնի։ Թող չեղնի, սելնե գողությունը լավ բան չի։ Աստվածաշուչն ասում, գողությունը լավ բան չի։ Սիրելի կանայք, տղամարդիկ, ժողովուրդ ջան, հետո ասենք, բանը, ես շատ փող եմ աշխատում, դու вообще չես աշխատում, դու չպետք է ինձ ասես, ժողովուրդ ջան, մարդուկին մի հոգի են։ Դրա համար գիտեք Եդեմի պարտեզենչի համար էր դրախտ, որովհետև Ադամն ու Եվան մերկ էին։ Մերկ, այսինքն իրանք թաքցնելու բան չունեին, իրարից չէին թաքցնում։ Եվ որտեղ ամուսինները իրարից բան չեն թաքցնում, այդ տեղը դրախտ է։ Ամեն։ Ղուկաս ավետարան 14:28 խոսք, Ղուկաս 14:28 Տեր Հիսուսն ասել, որովհետև ձեզանից ով է, որ կամենա աշտարակ շինել եւ առաջ չնստի եւ ծախսը չհաշվի, թե ավելանալու համար բավական բան ունի, որ միգուցե երբ որ հիմքը դնի եւ չկարողանա ավարտել, ամեն տեսնողները սկսեն ծաղր անել նրան եւ ասել, թե այս մարդը սկսեց շինել եւ չկարողացավ ավարտել։ Սիրելիներ, մյուս բանը, որ մենք մեր ծախսերը պետքա հաշվել իմանանք։ Ով է տեսել Շոպագոլիկ ֆիլմը։ Շոպագոլիկ տեսել եք այդ ֆիլմը։ Չեք տեսել։ Այդ ֆիլմը մի հատ կնոջ մասին է, դե լավ շոփինգ բարը գիտեք քույրիկներ։ Հա, այս վերջերս մի հատ բան կարդացի, ասում է, տունդ կին բեր կծաղկացնի։ Ասում է խոհանոցը տուր կնոջը բան կդարձնի, նու ռեստորանային սես բան։ Ասում է կրեդիտի կարտը տուր կնոջը տունդ կքանդի։ Հիմի շոփինգ, շոպագոլիկ, ասենք, այդ ֆիլմը մի հատ կնոջ մասին է, որը սիրում է բանանի, առևտուր անի։ Ու հիմնականում, դե այստեղ էլ Ռուսաստանում ամենտեղ գրում է սել, նույնիսկ իմ կինը մի օր բան արավ, ասավ, այս խանութն էլ լավ խանութ, սալ է, ասեմ, սալ են խանութ չի, բանա, սկիդկա նշանակը։ Հա, նույնիսկ իր համար դա բան էր, ասենք, ասում է, թազա բրենդ է, բայց թեն չի։ Հիմա ու այս աղջիկը այդ ֆիլմը հիմնական բանն սա է, որ հենց իմանում էր միտեղ սկիդկա կա գնում էր ու կրիդիտ կեքով բաներով առնում լիքը այս շորից այն սումքից այն կոշիկից վերջը ու հենց գալիս էր տուն հայլու առաջ կանգնում էր սենց ախր սա ինձ պետք չէր։ Ուզեմ քեզ ասեմ, որ մի բան առնելուց առաջ մտածի, դա քեզ պետք է, թե քեզ պետք չի։ Քեզ համար կարևոր է, թե կարևոր չի։ Տեր Հիսուս ասավ, ծախսից առաջ, մի բան սարքելուց առաջ, հաշվի, ժողովուրդ ջան, հաշվի։ Այսօրվա նույնիսկ ախր գոնե մենք այդ խնդիրները չպետք է ունենանք։ Լսեք, ժողովուրդ, բանկիրները ում են բանկից զանգում։ Բանկից զանգում են, ասեն, բարև ձեզ, ասենք օրինակ, ինձ զանգում են, Здравствуйте, Վարդան Սերուժայևիչ։
ու սենց համ դուք մեր ամենալավ կլենտն եք, դուք ամենահավատարիմ ու սենց դուք ձեզ համար յուրահատուկ բան կա։ Յարի այս աշխարհի ամենալավ մարդը դու ես։ Բայց ինձանից հետո մի ուրիշին են զանգում, ասում են «Здравствуй, Iván Ivanić»։ Աշխարհի ամենալավ մարդը դու ես։ Ու իրան դու հեչ պետք չես։ Ես հեչ պետք չեմ։ Իրանց պետք են մեր փողերը։ Եվ ուզում եմ քեզ խորհուրդ տամ։ Մի օր մի հատ բիզնեսմեն հետ խոսացինք, զրուցում ենք, ինձ մի հատ շատ sense մի հատ նախադասություն ասավ, շատ իմաստուն։ Ես ամեն տեղ ասում եմ, այստեղ էլ եմ ասում։ Եվ մենք խոսում էինք, որ իրան ասի դու շատ ինձ գովում ես, ասում ես Վարդան Հովիվը այնտեղ բանը ստրատեգիա շենք հասարակում, բայց ասի շենքից ահագին սարքելու բան կա, կարող է ինչ-որ բանով ինձ կարողանաս օգնել շենքը սարքելու համար, ասավ Հովիվ Վարդան, ես իմ փողի համար տեսիլք ունեմ։ Այսինքն իմ փողի համար ես նպատակ ունեմ։ Լավ բան ես անում, խնդիր չի, քեզ սիրում եմ, բայց իմ փողերը ես как бы նպատակ ունեմ։ Ու ասավ, եթե դու քո փողի համար նպատակ չես ունենա, ինչ որ մեկը ունենում է։ Եղելա որ հենց աշխատավարձ ստանաս 2 ժամ հետո մեկը զանգի։ Եղելա թե չէ։ Այստեղ մարդ կա, որ ասում է հարուստները քցիբ են։ Ասում եք, լսեք, հարուստները քցիբ չեն։ Ոչ մի հարուստ քցիբ չի։ Ուղղակի հարուստը իր փողի արժեքը գիտի։ Այդ հարուստից դու կարող ես գնաս 10,000 ռուբլի ուզես, ինքը ասի չէ, բայց հենց քո կողքին կամ քո ներկայությամբ, իմ ներկայությամբ հանի 10 միլիոն ռուբլի ինչ որ մեկին ուղղակի օրհնի։ Ինքը իր գումարի ձևը գիտի, ինքը իր գումարի տեսիլքը ունի։ Դա համար գիտես հարուստը խիա հարուստ, որովհետև ինքը իր փողերը հաշվում է։ Ինքը իր փողի համար նպատակ ունի։ Ինքը իր փողը գիտի որտեղ է ծախսում։ Ինքը իր փողը գիտի ինչքան է ծախսում։ Ինքը իր փողը գիտի, լավ, մի հատ բան կարդա, Էլոն Մասկով ա լսել Էլոն Մասկ, հա, աշխարհի ամենահարուստ մարդն է։ Իր բարերից եմ կարդում։ Ինքն ասել, էժան հագուստը չի նշանակում, որ դու աղքատ ես։ Սա ասում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Էժան հագուստը չի նշանակում, որ դու աղքատ ես։ Հիշիր, որ ընտանիք ունես, որի համար պետք է հոգ տանես, այլ ոչ թե շրջապատ, որի վրա տպավորություն թողաս։ Ես այս վերջերս եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դե Ամերիկան մի քիչ ավելի հարուստ երկիր է, ասեմ, որ հենց գնաց Լոս Անջելես, տենաս Մերսեդես կամ Մայբախ կամ ես իմ ինչ վերջի այդ թանկ ավտոներից, լուսամուտը բաց, ձեռը հանած, ըստեղ էլ սիգարետ այդ հայա։ Բայց որ իմանաս, միլիոնավոր դոլարների պարտքերի տակ են։ Ինձ մի հոգի ասավ, Հովիվ Վարդան, ուզում եմ քեզ տանենք, վերջը պատվենք, աղբերս ասում է գնանք օվկիանոս, վերջը դե գնացինք մի հատ թափ թազա Մերսեդես է, նոր սերիայի, այս 222 կուզովով, ես դրանցից այդքան շատ բան չեմ հասկանում, վերջը թափ թազա, Սարո աղբեր, մի 3 օր առել։ Իրանք էլ Երևանցի են։ Դե աղբոր, տեսավ ասա, ապե բասիր կուպե պետք է առնես, կուպեն էլ 2 դռնան են, դա 4 դռնան էր։ Ասավ կուպե էլ առա, ասավ կուպենը չի առար, ասավ դե թողեղին էլի։ Բայց սաղ կրեդիտներով են, սաղ պարտքերով են, ասենք բայց սաղ ցուցադրական է։ Ասենք մարդ կա լավ մեքենա առնեմ մի սենյականոց, ես իմ sense պայթա շատ ներողություն sense կեղտուտ կվարծինը վարձով մնում են։ Ասենք բայց այս մարդը ասում է լսի մի ապրինես, որ ինչ-որ մեկի համար տպավորություն թողաս, ապրի, որովհետև դու ընտանիք ունես, հա, դու հոգսեր ունես և երանի նրան, ով դա հասկանում։ Ամեն թե չէ։ Մեզանից եմ խոսում ժողովուրդ, հա։ Մարդ կա, ասենք, լավ ապրում են, հավեսով մեկ էլ գալիս ամսավեր ժողովրդի տան վարձը տա սենց համ, տան վարձի օրնակ այդ բանանը, այդքան էլ ճիշտ։ Սմա տան վարձի օրնակ գնամ փող ճարեմ, լսի, եթե վարձով ես, այսինքն մեր կյանքի մեջ կան առաջնահերթ բաներ,
Հիմա այս եկեղեցի այստեղ դուք վարձով եք ապրում, ճիշտ է։ Ուզում ասեմ, որ ձեր բյուջեի համար առաջի բանը պարտավորությունը այստեղի վարձը տալն է։ Ինչքան ուզում եք գնաք միսիոներություն անեք, ես իմ գնաք լավ բարեգործություն անեք, տան աղքատներին կերակրեք։ Ես թե այստեղի վարձը չունեցաք, ձեզ դուրս կանեմ։ Այսինքն կա առաջնահերթ բաներ։ Ժողովուրդ ջան, մեր կյանքի մեջ էլ կան առաջնահերթ բաներ։ Եթե երկու օր պետք է մսով ճաշ ուտենք, մնացած օրը մակարոն էլ չուտենք, ումա պետք է մսով ճաշ, հա։ Եթե պետք է մի հատ շոր առնենք, բայց 2 ամիս բան անենք, սրանից նայես պարտքով ապրենք, ինչի համար, ումա պետք։ Տենց է թե չէ։ Մենք ծախսում ենք ավելի շատ, քան թե աշխատում ենք։ Ինձ համար միշտ բան է եղել, անհասկանալի է եղել, բայց ես ուսումնասիրել եմ, որ հարուստ մարդիկ խորհուրդ են տալի, ասում, եթե դու նույնիսկ կրեդիտով ինչ-որ բան ես վերնում, քո կրեդիտի գումարը չպետք է ավել լինի քո աշխատավարձի 1/4 մասից։ Այսինքն, եթե 100,000 ռուբլ ես ստանում, քո կրեդիտը 25,000-ից ավել չտեղնի։ Իսկ մենք 100,000 ստանում ենք, 200-ի կրեդիտ ունենք։ Ասում են ոնց կտամ էլի, ու մենք կտամ էլի ու հենց էլ ապրում ենք, գիշերցեր եք աշխատում ենք, մտածում ենք, սանից վերում նրան տալիս, նայից վերում նրան տալիս, հա, նրան ասում ենք, բա ոնց անենք, որ բանկրոտ եղնենք, նա ոնց անենք, ինչի համար, մեզ վայել արդյոք, հա դե վեուն եմ կտամ էլի, չէ ժողովուրդ ջան, որ հաշվենք, մենք շատ իմաստուն կեղնենք, քաղցրներ ջան։ Համար 4. Ինչի համար ֆինանսական դժվար ունենք, մենք Աստծուն չենք վստահում։ Մենք այնքան խելաց ենք, որ մենք այնքան շատ բաներ գիտենք, ու մենք մեր գործերը մենք ենք անում։ Ուրեմն Առակաց 3-րդ գլուխ 5-րդ 6-րդ համարներ։ Գրված է Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Այսինքն ժողովուրդ ջան, մենք որպես Աստծո ժողովուրդ, մենք պետք է մեր Աստծուն վստահենք։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, քո ֆինանսական օրհնությունը զոհաբերություն 10-րդ տալու մեջ չի։ Որովհետև կարա զոհաբերություն 10-րդ տաս, բայց եթե սխալ ես տիրապետում քո ֆինանսին, մի որոշ ժամանակ հետո կպրծնի։ Ու հանկարծ մեկ էլ կտենաս բանա, կրեդիտներ ենք անունես, որ դե հովիվ ջան չեմ հասցնում։ Չենք կարամ, բա դե կրեդիտ ենք վեկալ, այս չէր հերիքը մի հատ էլ վեր կանանք, որ նա պագենք։ Ու սենց, էլ որտեղ կուտա, ու ես որպես հով ես իրավունք չունեմ ասեմ, դե մի անի, դե մի ապրի, չէ, ես իրավունք չունեմ, բայց ես ուզում եմ, որ դու օրհնված եղնես։ Տիրոջը չենք վստահում։ Այս վկայությունը ես լսել եմ անձամբ, որ մի հոգի վկայեց, ասում է, մի հատ ընտանիք կար, ինչ-որ բան, կարծեմ բան են, բժշկության համար իրանց դրամ էր պետք 12,000, այդ թիվը լավ եմ հիշում, $12,000, որ պետքա տանեին և կարիք ունեին, կարծեմ հիվանդության հետ կապված։ Ու այս մարդ ասում է, դե ինքը բիզնեսմեն էր, ասում է, ես որ իմացա, սրտից դրվեց, որ իրանց օգնեմ։ Ասում է, տանեմ այդ գումարը իրանց օրհնեմ։ Ու ասում է, վերցրեց այդ գումարը, գնաց իրանց տուն, բարև ձեզ, ինչպես եք, դեզ դեն, հա, ինչ արեցիք այդ գումարը, ասում է, երեք գնացին կրեդիտ վեր կալանք։ Ու ասում է, ես ասի չեմ տալու։ Գիտեք ոնց, ուզում եմ քեզ ասեմ, միշտ ապի, եթե ինչ-որ բան կա, միշտ ապիր։ Այնքան շատ ենք ուզում, այս բանը ունենանք, միշտ ապի, սպասի, մի քիչ սպասի, Աստված կարա հրաշք անի, Աստծուն աղոթք քար, ասա Աստված ջան, բանը, հիշում եմ ես մի հատ մեքենա ունեի, սովորապես հիշում եմ, թափ-թազա առել էի, 2 տարի քշել էի, դե ես շատ եմ քշում, շատ սիրում եմ քշեմ, ծառայել վերջը, ու մեկ ուզում էի աղոթեմ, որ ասեմ Աստված ջան, մի հատ թազա ավտո դուր, սենց բան է, անկեղծ եմ ասեմ, հենց չոքում է, որ ավտոյի մասին խոսամ, աման չմեի, ասում է չէ ամոթ, դե լավ էլ ավտո է, էլի քշում, հա, այսինքն բաներ կա, որ
եկեք չշտապենք, եկեք Տիրոջը ապավինենք։ Ժողովուրդ ջան, մենք շատ խնդիրներ ունենք, որովհետև մենք Աստծուն չենք վստահում, Աստծուն չենք հարցնում, Աստծուց չենք սպասում, ժողովուրդ ջան։ Կարող է մի բան ուզում ենք անենք, անպայման հասնենք, լավ է սանամ, Տերը օրհնի, երազիր, ունեցիր, ամբողջ սրտով օրհնում եմ, հա, բայց մի շտապի։ Դրա ժամանակը գա։ Մեր եկեղեցուց մի հատ քույրիկ եկավ, ասենց շատ ուրախ, հովիվ ջան, կվարծիրա ենք առել։ Ես շատ ուրախացա, իհարկե ուրախանում ենք, ես համոզված եմ, ձեր հովիվն էլ է շատ ուրախանում, իրար համար ուրախանում ենք, իհարկե մենք այս օտարության մեջ մեկը մի բան հասնում է, համենայն դեպս եկեղեցին պետք է թենց եղնի, ուրախանանք ուրախացողի հետ, հա, ոչ թե լացենք ուրախացողի հետ, ուրախանանք լացողի հետ, թենց չպետք է եղնի։ Կամ ասենք ադե առանց էլ գործես, լավ չէր հարևան է, լավ առավ, տուն առավ, վերջը, չէ, ուրախանում ենք։ Եվ որ ասի ինչ տուն ես արել, ասավ, էսա ցույց տամ ու նկարը նայեցի մի հատ հին տուն էր։ Դե ես էլ որ արհեստավոր եմ հասկանում եմ, այս նկարի մեջ այդ տունը վեր էին կարել հին բան է, աբոյ կպցրել, սենց կոսմետիկի սիրունասեր բան արել 2025 թիվն է, այն բանը ստենք ամեբել էր տանը դրած, բան ասենք ես իմ մի 40 տարվա վերջը ու որ վերջը շատ բան չանեմ գինը իմացա, ինչքան պետք է ամիսը փող տա, վերջը, ու ուզեցա իրան մի հատ բան անեմ, էլի ինքը ուղիղ աշխատած, ասեմ, ամիսը ինչքան ես փող տալու, մոտարվեց մի 40,000 ռուբլի, ասեմ, քանի տար, ասում եմ 30 տարի, ասում եմ, բանը, ինչքան ես փող ստանեմ, տնամ արդեն բան եղավ, նու մի այդքան զորով իրանց տուն փող էր մտնում, հա, ասի մի հատ նստի, ասի մի հատ հաշվի, 30 տարամ 40,000 ռուբլի տալով, ինչքան փող ես տալու, մեկ էլ տեսավ իրա տան 3 անգամ ավել գինը տալու է։ Ասեմ, բացի այդ կամունալ վարձեր տալու ես, ասում հա, ասեմ, հաց ուտելու եք, ասում հա, ասենք, հեռախոսի փող, հա, ասեմ, մինչև այդ որտեղ եք ապրել, ասում մի սենյականոցում, ասեմ, կարեցել եք ապրել, ասում հա, փոքր ընտանիք են։ Ասում հա, մի 7 տարի ապրում ենք, ասում տնաշեն գոնե 2 սենյականոց առեք։ Մի հատ քո բանից առաջ հաշվի, հա, աղոթի, խորհուրդ արա, վերջը։ Մի հոգի զանգից, ասավ, հովիվ ջան, բան եմ այլ, կրեդիտներ վեկալ, գործ ես վատա, ինչ խորհուրդ կտաս։ Ասեմ, դե վերուներուց առաջ, որ ինձ զանգեիր, ես քեզ խորհուրդ կտայի։ Հիմա խորհուրդ չեմ կարա տամ։ Հետո որ Աստծուն չեն վստահում, մի հատ կատեգորիա կա, որ իրանք խնդիր ունեն, սաղ մեղավոր են բացի իրանցից։ Սաղ մեղավոր են։ Մեր թաղը մեկը կար։ Էրա բան սաղ մեղավոր են։ Կինը մեղավոր է, որովհետև իրանք չի օգնում, բայց բանի հետը յոլա գնալու չի։ Հա, աներզակը մեղավոր է, որովհետև փող չի տալիս։ Հետն էլ առանց պարտքի։ Պրոստը բանը, պետք է ինքը պարտավոր է իրան օգնի։ Կա չի օգնել, Վարդան ջան, ինչ ասես եմ, այդ բանի կողմերից են, հա, չի խասկնալ, որ ես իրա պեսան է, ինչ թարգեղն իչում, այ բան, նա կեզ պարդ, ոչ իվան պարդ չի, սաղ իրան պարդ են, սաղ մեղավոր են, սաղ Ռուսաստանը լավը չի, ոչ իվան լավը չի, Մեն հայրը բանուն են, չի ասում ագրավը շուշուտ բունը փոխում, ասում խես փոխում, ասում դե բնիցս հոտ է գալի, բայց դե Իրանից է հոտը գալի Հինգերորդ բանը մյուս խնդիրը որ կա մի քիչ մերի բանից քարոզից վերցնեմ Տիրոջ տան համար չեն մտածում Աստծո տան համար չեն մտածում մյուս խնդիրը որ կա մեր կյանքի մեջ որ մենք լսեք մենք հավատացյալ ենք մենք եկեղեցի ենք մենք Աստծո ժողովուրդ ենք Մենք եկեղեցի ենք ու մենք եկեղեցու մի մասն ենք եկեղեցին սա չի եկեղեցին մենք ենք հա եւ բաների խնդիրներից մեկը որ մեր կյանքի մեջ կա որ չի թույլ տալիս որ Աստված մեզ օրհնի դա նա է որ մենք եկեղեցու մասին չենք մտածում Աստծո տան մասին չենք մտածում ինչ կլի կգանք Միկրոֆոնը կաշխատի, չի աշխատի, դե թող առանց միկրոֆոն էլ քարոզեն։ Ինչ անենք, ես կա, չի իլի, դե ոչի, լույս կլի, չի իլի, այնտեղ այն կլի, չայք խմենք, չենք խմի, դե ոչինչ, տենց, չէ, ասենք, չէ, Տիրոջ տան մասին չեն մտածում։ Անգե մարգարեության
գիրք Անգե Մարգարեություն առաջի գլուխ ուրեմն 6-րդ խոսքից լավ հենց սկզբից կարդամ այսպես է ասում զորացները երկրորդ համար թե այս ժողովուրդը ասում է ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը եւ Տիրոջ խոսքը եղավ Անգե Մարգարեի ձեռով ասելով ձեզ համար ժամանակ է արդյոք որ ձեր ձեղունազարդ տներումը բնակվեք իսկ այս տունը ավերակ մնա եւ հիմա այսպես է ասում զորած Տերը ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին մի հատ նայ էլի ասում մի հատ նայ տես ասում սերմել եք շատ բայց բերել եք քիչ այսինքն շատ աշխատել ես քիչ ես օրական ինչքան ես ստանում ասում դե մի 1000 մայր այն մյուսին ասում ինչքան ես աշխատում ասում 10000 յա թեզ բանկա ասում հա ինչի համար մեկը մտածում մեկը չի մտածում ասում սերմել եք շատ բերել եք քիչ կերել եք չեք կշտացել խմեցիք բայց ծարավը չհագեցրիք հագնվեցիք բայց չտակհացաք եւ վարսկանը վարսկի համար գործում է ծակված քսակով այդ ծակված քսակը գիտես չէ որ աս եղելա հաստատ որ ասում ես ասքան փող աշխատեցինք ինչ եղավ այսքան փող ունած եղելա թե չէ այսքան փողը ասում աշխատում ես ծակ քսակի համար ոնց գալիս ան գնա այսպես է ասում զորած Տերը ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին ու ասում ոնց անենք ասում վեր ելեք սարը փայտ բերեք իմ տունը շինեք այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ ասում է Տերը ուզեմ մի հատ вообще զոհաբերության 10-րդի ուսմունքի վրա sense խաչ քաշեմ ճիշտ է դա այո եւ ամեն է բայց այստեղ նաեւ սրա մեջ գիտեք ինչ կա ասում լա նայեք չեք մտածում գնացեք սարը փայտ բերեք իմ տունը սարքեք ու sense համ ես կհավանեմ եւ կփառավորվեմ Այստեղ ընդհանրապես չի խոսում, որ տվեք կտրվի, շատ կտրվի, ընդհանրապես չկա։ Բայց երբ որ մարդը իր սրտի մեջ ասում իմ հորս տունը, իմ Աստծո տունը սարքեմ, մի բան անեմ, իմ Աստծո տան համար, մի բան շինեմ, Աստված ասում է, ես կնայեմ, կհավանեմ եւ կփառավորվեմ։ Ինչ ես կարծում, որ Աստված մի բան հավանի։ Բայց ես ինչքան կհավանեմ Աստծո արածից։ Ամեն թե չէ։ Ասում արեք եւ ես կհավանեմ եւ կփառավորվեմ։ Հա, ինչքան ենք ուզում որ Աստված փառավորվի մեր կյանքերի մեջ, մեր արածի մեջ։ Ես եկեղեցու հով եմ, ես այդ բանը մեր մոտ տեսնում, մեկ էլ տենը մեզ ասենք բաներ։ Մի օր ինձ ասեցին մեզ եկեղեցու նոր ենք սարքել Սարո աղբեր ջան, ասին բան են տվել, դիվան ու կրեսլոներ են նվեր տվել։ Շատ ուրախացա։ Մանավան նոր ենք սարքում, ասի դիվան ու կրեսլո։ Եկա որ այդ դուռը բացեցի, գոզահոտից դուռը փակեցի։ Հա։ Ոչ միայն երեխու եղներ ոչինչ, այդ շուն կատու ինչ ասես, հա, ու շատ ջղայնացա։ Բանը զանգեցի օգնակաց, ասի դուս թափեք այս բանը, հա։ Ու եկեղեցում ասի ժողովուրդ, եթե ինչ-որ բան քեզ պետք չի, Աստծուն вообще պետք չի։ Մեր օր գիտեք ինչ էին բերել կաստիլներ։ Ասեմ տնաշ են կաստիլներ, մարդիկ եկեղեցի կաստիլներով գալիս են առանց կաստիլները գնում են։ Կաստիլները ուր ես բերել, որտեղ ինվալիդանան, ինչ անեն, այցավը տնեն։ Արդյոք Աստված կհավանի դա, Աստված ջան, ես կաստիլներ եմ բերել։ Կամ ասենք մեկ էլ կտենաս 5 օրեր որ տանը չեն հագա։ Եթե դու չես հագնում, ինչի՞ մեզ մտածում որ ուրիշը կհագնի։ Միացի յարլիկը վրին շոր բեր, ասա ուզում եմ մի շոր մեկին օրհնը։ Դու կուզենաս քեզ հակած շոր տան։ Կուզենաս շատ գոզոտ շոր տան, կուզենաս լաքոտ շոր տան։ Ասա ինչքան ուզում եք կարի, կուզենաս կարկատած շոր տան, չէ։ Բայց դու չես ուզում, ինչի՞ այս ուզում ուրիշի տաս, հա։ Աստված ասում է ես կտեսնեմ, ես կփառավորվեմ։ Արդյոք եւ ի՞նչ է նշանակում հոգ տանել Տիրոջ տան համար, որ Տիրոջ անունը փառավորվի։ Ինչ որ բան ես անում եմ։ Ես ուզում եմ Աստված փառավորվի։ Ամեն։
մի օր եկեղեցին բան եմ սովորացնում, Սարո աղբեր ջան, ու ասենք դեր նման մեկի մեր եկեղեցին բախիլներ են հագնում, որ կան մանավանդ ցեխոտ ժամանակ, մեկ էլ դուս եմ գալ տենեմ, ինչ-որ մեկս էս փաթաթել անկյուն ակցել, մարդին տարբեր ձևի մարդիկ կան, հավաքում եմ, մինակ դա ուրիշն է հավաքում, վերջը, ու մի հատ սենց օրինակ բերեցի, ասի մի հոգի գալիս է եկեղեցի, ու ասում է հովիվ ջան, էս ինչ եկեղեցի է մեր եկեղեցին, զուգանի լամփուշկեք չեն աշխատում, այնտեղ պոլերը կեղտոտ է, էս հովիվ ասում է, այ քույրիկ ջան, էս ինչ լավ խելացի քույրիկ ես, իմաստուն ես, էս ինչ լավ աշկուն ես, սա զարման ասում է, հովիվ ջան, սխես ասում, որ ասում է, այդ որ տեսնում ես, այնա արա։ Ու այս մասին եկեղեցում սովորացրեցի, հիմա շարունակությունը լսեք։ Խոհանոցում նստած ենք, այնտեղ բանը խոհանոցի սենյակ ունենք, թե սուրճ ենք խմում, այնտեղ ահագին քույրիկներ կան, մեկ էլ աշկս ընկա, որ անկյունը բան կա, սարանդոստիկ, հա, փառա, վերջը։ Ասի քույրիկներ ջան, այն բանը փառա այն անկյունը, մի հոգի ասավ, մեր հովիվը սովորացրել է։ Ով որ տենում է Ես ուզում եմ, որ իմ Աստված փառավորվի, սիրելիներ, քաղցրներ ջան, ինչի համար Հիսուսը ավելի գովեց որբևայրի կնոջը, որ երկու դահական տվեց, քան թե մեծահարուստին։ Հարցը նա, ես ուզում եմ արդյոք փառավորվի, հոգ եմ տանում, մեր խնդիրներից մյուս բանը սա է, որ մենք հոգ չենք տանում մեր Աստծո տան մասի, մեր հոր տան մասի։ Քաղցրներ ջան, միտեղ մտա եկեղեցի, ես վերջ եկած Երինբուրգում, հենց մտա մեկ էլ մի հոգի եկա, բարև հովիվ ջան, ասի, բարև աղբեր, ո՞ց ես, ասեմ լավ եմ, լավ հասակ, ասեմ լավ հասակ, պայուսա կտուրելի, ասեմ չէ ես կպայեմ, դե տուրելի, աղբոր, ասեմ չէ, ծանր չի, մեկի բռնես դա տուրելի, վերջը, ասեմ չէ կպահեմ, մեկ էլ վերջը համոզեցի ձեռս մնալ, սենց հա, հովիվ ջան, այ գնան քեզ ցույց տամ քու տեղը, ասեմ ես առայժմ ստեղ կանգնած եմ, էլի, ասավ, չէ արի գնան քեզ քու տեղը, համի կպել է ինձ, ուզում եմ մի բան, մի լավ բան անի ինձ, վերջը Տեսա չի փոխվում ինձ, ասի ախպեր անսուն կես տամ ինչ ուզում ես արագ։ Բայց գիտեք, այդ մարդու մեջ այնքան բարություն, այնքան sense պատասխանատվություն, այնքան սեր հովիվ ջան ուզում եմ քեզ մի բան անեմ, ուզեմ ու ես ասեմ ես ինչ լավ եկեղեցի է, մտել ես արդեն քեզ ուշադրություն են դարձնում ինչ որ բան, ոչ թե ինքը ուզում է, որ ինչ որ մեկը մտել է, օտար մարդ է, առաջ անգամ եկել այս եկեղեցի, ուզում է Աստված փառավորվի, ուզում է այս մարդու մասին բանը, այս մարդը իր եկեղեցու մասին լավ տպավորություն ունենա, ուզում է ինչ որ մի բանով Մեր խնդիրներից մեկն է սա է, որ մենք մեր Աստծո տան մասին չենք մտածում։ Եվ իհարկե 12 գլուխ Հռոմեացիների թուղթ 12-րդ գլուխ 2-րդ համար գրված է Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք քննեք, թե ինչն է Աստծո կամքը, բարի, հաճելի եւ կատարյալ։ Սովորեք։ Ես իմ տնային խմբի մեջ, որ խոսացի սովորելու մասին, մեր քույրիկներից մեկի տղեն մեկ գալիս է, բայց բանը տնային խումբ է, հենց գալիս ավելի շատ մորն է բերում մեքենայով, նստում է, գնում է հենց Հա, ջայլ տղայա, որ ասի սովորել, ասավ սովորելու ումա պետք բանա կամազակշում, շատ բան իմանաս շուտ կծերանաս, ես բաներ ախոսեմ, շատ բան իմանաս խելքը կծես, ասեմ լսի, որպեսի իրան չվիրավորեմ, ասեմ լսի, հիմա տեխնոլոգիաները ենքան զարգանում են, որ կարող այդ քու կամազից 2 տարի հետո արտադրեն, կնոպկեք հովեղնի, պետք է սովորես, եթե ուզում ես ոչ ինչ որ աշխատում ես այդ կամազը քշում ես 20 տարվա ինչ որ փետ ես տանում լավ ես անում բայց կարող է 2 տարի հետո ինչ որ բան փոխվի պետքա սովորես ամեն պետքա քանի կանք ժողովուրդ ջան սովորելը ամոթ չի չսովորելն է ամոթ Ես էլ պատմեմ ու վերջացնեմ հա ինչ որ մեկի համար այսօր քարոզեցի հա ժողովուրդ ջան Տերը օրհնի Բա ուրեմն ես տունարա եւ այդ տանը երկրորդ հարկում կաֆել էր շարած ու վատ էր շարած ես կաֆել եմ շարամ կաֆել շարել ես լավ կաֆել չիկեմ գոզմորզելի ասի
ու վատեր, ասենք շատերը փուչ էին բան, հիմի այդ կաֆել շարողնել բանա։ Այդտեղ աշխատը մեր որտեղից էին իրանք միշտ մոռանում եմ։ Եղեգնաձորցի։ Հա, մեկ էլ եկավ մի հատ բանը, ասավ Վարդան ջան, մի հատ բալգարկա է մարի ու կաֆելը բալգարկով էր կտրում։ Այն կողքի հարևանի տանը կաֆել էր բանը, պատկերացեք 21-րդ դարում 20 թվականին կաֆելը դնում էր ու բալգարկով ու սա հայաթը թոզ էր։ Ու եկավ սենց Վարդան ջան, մի հատ բալգարկա է մարի, միացուցես ես մատորը ֆռալի չես ճոկել որ մատորն աշխատել է։ Գովմաուր էս բեսան ասեմ վանդիկ 5-6 սերունդ բաներ ա փոխվել։ Համի այնքան գործիքներ կան որ կաֆելը սենց հա կտրեմ, տո ոնց ասես կտրեմ, համի բալգարկով կաֆել չեն կտրում։ Գիտեք ինչ ասավ բեր ձեր նարդիվանը ես շարեմ էլի կաֆել, ասի չէ, ասավ խի, ասի դու լավ կաֆելչիկ չես։ Որովհետև մեր երկրորդ հարգի կաֆելը շարել ես լավը չի, ասավ խոմ ես չգիտեի որ դու պետք է ապրես այդտեղ։ Ինչ կապ ունի ով պետք է ապրի։ Հա? Սովորել։ Ինչի համար ֆինանսական դժվարություն ենք ունում, քաղցրներ ջան, սիրելիներ, եղբայրներ, քույրեր, առաջ հերթին պետքա աշխատասեր լինենք։ Իմաստուն Սողոմոն ասում է, տեսել ես ժիր մարդ իր գործի մեջ, ինքը թագավորների առաջ պետք է կանգնի։ Ժիր մարդ, աշխատասեր։ Մյուսը հավաքել իմանանք։ Ես լսեցի մի հատ քարոզիչի, փորձեցի ու դա աշխատում է։ Ասավ ժողովուրդ, որ փողը հավաքում ես, ինքը այդ հավաքած տեղը շատանում է։ Ասենք, բան հրաշ չի կատարում, բայց ինչ որ բան, ասենց, մեկը տենում ես իրար վրա եղնում, էլի հավաքվում է, որ ուզենաս հավաքես կհավաքվի։ Մենք հավաքել չգիտենք։ Մենք լա փողը լա չկաց արդեն աշխատասեր, հավաքել, հաշվել, դրամդ հաշվել իմացի։ Տիրոջ կամքով ապրել, Տիրոջ ապավինել, Տիրոջ տան համար մտածել եւ միշտ սովորել։ Ամեն։ Կարանք ամեն։ Եթե այսքան բանի մեջ, ինչ որ մեկի մեջ քեզ տեսար, այսօր որոշում կայացրու, ասա Տեր ջան, եթե ծույլ եմ, խնդրում եմ ինձ ու շնորհք տուր, ես աշխատասեր եղնեմ։ Եթե սխալ եմ հաշվում, եթե շտապում եմ ծախսեմ, Տեր ջան իմաստություն տուր իմ դրամը ես ճիշտ ծախսեմ։ Եթե բաներ ունեմ, ֆանտազիաները շատ են, Տեր ջան, ինձ խնդրում եմ մի հատ իմաստություն տուր, սառնասրտորեն մտածեմ, սառը մտածեմ, իմաստուն լինեմ, Տեր ջան, ինձ օրհնի, որ ես քո տանդ մեջ միշտ սիրտ ունենամ, փափագ ունենամ, Տեր ջան, օրհնի, որ ես հասկանամ, որ լսեք, մենք ամեն ինչ չգիտենք, մենք ամենագետ չենք, եկեք միշտ սովորենք, սովորելը լավ բան է։ Ամեն։ Տերը օրհնի։ Աղոթենք, հա? Եկեք աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզանից, քո որդի Հիսուս Քրիստոսի համար, որի պատվական արյունով մենք գնվել ենք Տեր ջան, եւ մենք դարձել ենք քո թագավորությանդ մի մասը։ Շնորհակալ ենք քեզանից։ Դրանից առավել Աստված իմ, դու ուզում ես որ ոչ միայն լինենք քո թագավորության մի մասը, այլ մեր կյանքի բոլոր օրերում եւ բոլոր ոլորտներում լինենք օրհնված եւ օրինակ։ Եվ այսօր աղոթում եմ Աստված իմ եւ քո խոսքի մեջ դու շատ սովորացնում ես Աստված իմ դրամի մասին, զոհի մասին, նվիրվածության, իմաստության մասին։ Աղոթում եմ, խնդրում Տեր ջան, ամենքիս համար, ամենքս էլ սխալ գործել ենք, ամենքս էլ ինչ որ բանի մեջ վրիպել ենք։ Խնդրում եմ քեզ, մեր սխալները ներես։ Խնդրում եմ քեզ, այսօր եթե մարդիկ կան, ովքեր մանավանդ ֆինանսական դժվարություններ ունեն, Տեր ջան, խնդրում եմ քեզ օրհնես եւ իմաստություն տաս, շնորհք տաս այդ բաներից դուրս գալու համար։ Թող այստեղ ոչ մեկը պարտ չունենա Հիսուս Քրիստոսի անով, իմ թագավոր Աստված։ Խնդրում եմ քեզ, Աստված իմ օրհնես, որ քո տանդ համար մենք սրտացավ լինենք, որ մեր դրամների մեջ իմաստուն լինենք, որ սովորելու սիրտ ունենանք, Աստված իմ, խնդրում ենք քեզ, մեր դրամները օրհնես Տեր ջան, քո փառքիդ համար, Հիսուս Քրիստոսի անով ենք շնորհակալ։ Եվ Աստծո ժողովուրդ ասեցին, ամեն, 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 Տերը օրհնի, Տերը օրհնի։ Ես էլ վկայեմ ու ասեմ, ես մի օր որոշեցի, որ ես պարտք չեմ ունենալու, եւ ասենք դու էլ որոշի, որ պարտ չես ունենալու։ Այստեղ մարդիկ կան, որ մի քանի հատ կրեդիտնի կարտեջկեք ունեն, ես մի քանի հոգու պարտքեր ունեն եւ այլն։
որոշի, որ պարտքերը տաս, եթե որոշես կտաս։ Ես ասում եմ, եթե որոշես կտաս։ Կարող է մյուս տարի Աստված ողորմություն արի գամ այստեղ եւ դուք շատերը վկայեք, եթե որոշես կտաս, ոնց տաս, ձևը ասեմ։ Եթե ինչ որ 10 հոգու փող ես պարտք, մեկին 1000, մեկին 100,000, այդ 1000 ռուբլին, որ տալու ես, դրան տուր։ Տուր իրան ցուցակի ջնջի։ Ամենապակաս բաներից սկսեք, ամենաքիչ բաներից սկսեք։ Եթե 5 հատ կրեդիտնի քարտ ունես, մեկի մեջ 10,000 ռուբլիա պարտքը, այդ կրեդիտնի քարտը փագի, կարաս փագես, բայց փագի կտրի թափի։ Կմնա 9 հատ։ Ու թե այս շարունակական որոշում կայացրու։ Ամեն։ Իսկ մի քեֆ ենք անում։ Ալելույա։ Հիսուսը թագավոր է, օրհնում եմ ձեզ, սիրելիներ, ես չէի ծրագրել, լուրջ եմ ասում, չէի ծրագրել այս մասին խոսալու, բայց համոզված եմ, որ այսօր այս եկեղեցու մեջ կգա ֆինանսական անեծքներ քանդվում են Հիսուսի անունով եւ քո շտեմարները թող օրհնված լինեն եւ դու իմաստուն լինես։ Ամեն օր աղոթքով կանչում եմ քեզ արի, որ օգնես գործերս լինեն բարի։ Քեզանից չհեռանամ եւ Սուրբ Հոգով զորանամ եւ քո գործը կատարեմ սիրով